Գուցե նորմալ պայմաններ ապահովեն աշխատանքային։ Դուք եք ինձ հիմա խոչընդոտում, որպեսզի ես իմ կարճ հարցազրույցը տամ, դուրս եմ գալիս։ Շատ բարդ է պարկեշտ գնահատել Հայաստանում իրավիճակը, բայց քանի որ վերջերս այս Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով դարձավ որպես քաղաքական դերմինաբանություն, այսպես ասենք, Ադրբեջանում եւ Թուրքիայում էշին ոչ ավանդական եղանակով են ուզում օգտագործել, Բրյուսելից այդ էշին ասում են էշ մի սատկի գարուն կգա, Վաշինգտոնում էշը պահանջարկ չունի, Մոսկվայում էլ տրամադրությունից կախված կամ իշակ են ասում կամ օսլիկ։ Այս Հայաստանի վիճակը։ Ցեղասպանության հարցի վերաբերյալ գնահատական Ամոթի ապրիլի 24 էր, ամոթի ապրիլի 24 էր եւ միջազգային ճանաչման եւ մեզ ներկայացնող մարդու ուղերձի եւ հոգեբանական իրավիճակի խայտառակ վիճակ էր։ Եվրոմիության հանձնակատարը Կալլասը գնում է Բաքու այսօր։ Ավելի տխմար օր գտնել եւ գնալ Բաքու դժվար էր պատկերացնել։ Կհիշեք Եվրոմիությունից ով է Բարձրայչյան Պաշտոնյան, որ ցավակցեց մեզ երեք։ Ոչ մեկ։ Այն դեպքում, որ Եվրոմիության 17 երկրները ճանաչել են ցեղասպանությունը, իսկ ՍԵՊԱ-ով ամրագրված է 6-րդ հոդվածով, որ կողմերը պարտավոր են ցեղասպանության հանցագործության դեմ միասնական պայքարել։ Շնորհակալություն։